տարածքում եք Ուրեմն ես ներկայանամ 44 օրյա աղետալի պատերազմի հետևանքով անհայտության մեջ գտնվող իսրայելյան վարուժանի մայրն եմ։ Ու այսօր այն չարիքը, ով որ ինձ մեղավորն է իմ երեխու անհայտացման միջև օրս, որ ես 5 տարի ման եմ գալի, բազմիցս հանդիպել եմ իրեն, այսօր այստեղ է եկել է բղծի այն միակ տեղը, որտեղ ես 5 տարի մշտական մխիթարանք եմ առել, որտեղ որ 5-6 տարի առաջ չոք աղերսել եմ, բոլոր դուրս եկող հավատացյալները կվկային, որ ես տեղի հավատացյալ եմ եղել։ Հենց քահանան ինքը կվկայի, որովհետև իմ բոլոր տան միջոցառումներին մենք միջոցառում չենք անում, այսինքն այդ միջոցառումը կլինի իմ երեխու ծնունդը, ինքը միշտ իմ ընտանիքի կողքին ա եղել։ Ու ես ափսոսում եմ, որ ստիպողաբար այդ երեխեն էլ գնաց այս քայլին։ Այո, քահանան արտակարգ մարդ է, երեխեք։ Ես իրան ընդունում եմ իմ երեխու տեղ։ Ես իրան ավագ քույր կարամ լինեմ։ Ինքը միշտ իմ ընտանիքի կողքին ա եղել, իմ բոլոր ցավերին ականատես ա եղել, իմ բոլոր վատացումներին ականատես ա եղել։ Ինքը միշտ ասում էր, ես քո արդյունքը չեմ կարող տեսնեմ, այսյակուր։ Ու հիմի այս երեխեն ստիպված եղնում այս ամեն ինչը, չգիտեմ ինչի համար ա եղնում, ինչ չի եղնում, ինձ չի հետաքրքրում։ Ես քաղաքականության մեջ չեմ ուզում մտնել։ Ինձ ամենակիչն է քաղաքականությունը հետաքրքրում, ինձ հետաքրքրում է իմ երեխան։ Անես չի, որ ես եկել եմ պաշտպանելու Գարեգինին։ Ոչ, Քավրիցի, ես Գարեգինին էլ ենք, մենք մտածել ես հարցով մեր երեխեքի ոչ մի բան չի արել։ Նույնը, մյուսները։ Ինչ վերաբերվում է այսօր Արաքել arczepiskopos-ին, որը որ ստեղա Կոտայքի թեմի առաջնորդը։ Բոլորս գիտենք, որ ինքը ունի զավակներ, տղա աղջիկ։ Ունի տղա աղջիկ, այդ նույն տղան Քարամյանը, որը որ կոծկեց մեր երեխաների գործերը 5 տարի, որ մենք հիմի չենք կարող, ես իմ երեխուն ճարեմ, բացահայտեմ ճակատագիրը, իր տղայի թեթև գործով ա եղել, ձեռքով ա եղել։ Ինքն ա արել այս գործերը, իրանք են ծածկադմփոց արել։ Նիկոլ Չելուկի հետ միասին։ Էլ չգիտեմ ինչ ասեմ։ Ասում եմ, այն միակ տեղը, որ ես ամեն Կիրակի բոլորը կհավաստիացնեմ, բոլոր եկեղեցու դուրս եկած հավատացյալներ։ Նախստեղ 50% չկա հավատացյալից, բոլորը շինծու բերվածներ են։ Ես ամեն Կիրակի գալիս եմ, եթե պետք լինի, ամեն Կիրակի կնկարեմ, կուղարկեմ այն դեմքերը, ովքեր որ իրոք հավատացյալներն են ստեղի։ Այստեղ շինծու բերվածներ են։ Այստեղ 50% լինի մեր հավատացյալներից, թե չլինի։ Այդ մարդիկ էլ եկել են իրանց աղոթքի համար, ես ոչ մեկին չեմ կարա, լավ են արել, մեր եկեղեցին է, մենք պիտի պահենք։ Նաև ասեմ, այս եկեղեցու զանգը, որ կախել է իմ տեքոր տղան, որը 20 թվականին զոհվել է, էլի Նիկոլի թեթև ձեռքով Ջաբրայիլի զինվոր այել Հադրութի վերին թաղավեր հատվածում երեխան զոհվել է։ Այս պահին Ղափանում հողարկավորած է Հարությունյան Զորիկ։ Ես ամեն ինչ փաստացի եմ խոսում։ Այսինքն դու ոնց ես եկել, այն եկեղեցին մտել, երբ որ այդ ամեղ երեխաներ այդ բանը կախել, զանգը կախել, դու այսօր եկել ես էտել պղծես, ստոր, անիծվես դու քո 7 պորտով անիծվես, մեկը որ եկեղեցին էլ գնաս քո մեղքը այնքան շատ է, դու չես մաքրվելու, դու պիղծ ես, դու սատանա ես։ Այսինքն ամեն Կիրակի գալիս եք, ես ամեն Կիրակի չկա, տենց կլինի ուշ ժամի խոկում, կլինի զատի, կլինի ինչ կլինի, յուրաքանչյուրին կարակ հարցնեք։ Ես ստեղի հավատացյալ եմ, ես գիշեր ու ցերեկ ստեղ չոքած աղոթք եմ արել։ Ես պատերազմի ճարաբաստիկ լուրը որ լսել եմ, որի երեխան անհայտ կորած է, էլի ես եկեղեցում եմ եղել, հասկանում եք, եկեղեցում չոքած աղերսելուց եմ եղել։ Էդի միակ մխիթարանքն ա եղել, ես իմ Աստծուն խնդրում էի, որ իմ երեխուց մի բարի լուր տա, բայց այս չարիքը եկավ ես էլ անիծես, բա ես հիմա ուր գնամ, ես չարիքից հետո ուր գնամ, ես ուղղակի պիտի խնդրեմ Գարեգինի, որ բերի մաքրման աշխատանքներ տանի, որ ես նորից կարանամ մտնեմ իմ եկեղեցին։ Ասում եմ, պիտի խնդրեմ Գարեգինի, որ բերի քահանաների, իրոք քահանաների, բերի մաքրեն այս չարիքը, մաքրման աշխատանքներ անեն, որ ես կարողանամ մտնեմ իմ սուրբ եկեղեցին ու իմ Աստծուց խնդրեմ իմ երեխու համար, չգիտեմ, մի լավ լուր լսեմ իմ բանից։ Ես ամբողջ գիշեր չեմ կնել ճշումը 190-ի տակ, ես դեղերը խմել եմ, եկել եմ աչքս արունով լցված է, որովհետև ես ամեն օր եկել եմ ստե ամեն Կիրակի, ինքը բղծեց, էդ էլ բղծեց, իմ տունը բղծեց, այս իմ տունն էր, ինքը ինչ իրավունք ուներ։ Չարիք, անիծվես դու ուր գնում ես, անիծում ես։ Գարեգինի հենեն այնտես բնացածին են։ Ով որ պիտի, ես էլ ասեք, ով որ պիտի ինձ մեղադրի ավել պակաս խոսի, իմ ցավը թափի իրան։ Ես ցանկանում եմ իմ ցավը թափի իրան։ Իմ լուսի պես 18 տարեկան երեխան դուք իմ քաղաքում եք, հարցրեք յուրաքանչյուրից ինչ երեխա եմ դաստիարակել։ Չի եղել իմ մարզու մրցույթ իմ երեխան գնա հաղթած չգա։ Սովորել է 4-րդ հիմնական դպրոցում, սովորել է ավագ դպրոցում, իսրայելյան վարուժան հարցեք թող ասեն ինչ երեխա եմ
մեծացրել։ Այսքանից այսքան հարգել են իմացել իմ երեխուն։ Միլաց։ Թող իմանան, իսկ ես պիղծ եկավ, ես էլ պղծեց։ Գետինը մտնի անից վիրա 7 պորտով։ Այս եկեղեցու դեմ եմ խնդրում, Աստծուն եմ խնդրում, անիծվես դու Նիկոլ։ Սուս մնա, Թող մեկը մոտենա մի բան ասի, ես պատրաստ եմ, ես ասում եմ, իմ ցավս նվիրում եմ իրան։